Ողջույն, այսօր Civnet-ի տաղավարում հյուրընկալել եմ տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանին։ Բարև Արմեն, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Արմեն, տեսեք, ինչ ստորագրվել է օգոստոսի 8-ի Վաշինգտոնում Վաշինգտոնյան համաձայնությունները Սպիտակ տանը հայ-ադրբեջանական օրակարգի հիմնական կետերից մեկը TRIP նախագիծն է, Թրամփի ուղին, դրա վրա են հիմնականում քննարկումները այդ ուղղությամբ։ Ձեր գնահատմամբ այս ճանապարհի հարցում Երևանի եւ Բաքվի դիրքորոշումները որքանով են մոտ կամ մոտեցել եւ խաղաղության գործընթացում ընդհանրապես այս նախագիծը կամ քննարկումները ինչպես է ազդել Ադրբեջանի դիրքորոշումների վրա։ Շնորհակալ եմ։ Տեսեք, իրականում օգոստոսի 8-ից փոխվեց միջավայրը երկկողմ հարաբերությունների, այսինքն գործընթացները առանց տողատակերի եւ առանց ուրեմն այլակարծությունների տեղափոխվեցին խաղաղ դիվանագիտական հարթություն, որի մասին բազմիցս կողմերը հայտարարում են։ Եվ այստեղ TRIP-ի գործոնը կարևոր է նրանով, որ փաստացի դա մեծ հաշվով 2020 թվականից հետո ուրեմն 44 պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարության 9-րդ վերջին կետներ, այսինքն ապաշրջափակումը նկատի ունեմ, հա, որը որևէ կերպ ձեռնտու չէր ոչ Հայաստան եւ ոչ էլ Ադրբեջանին։ Եվ Վաշինգտոնի ընտրությունը եւ հենց անձամբ Միացյալ Նահանգների նախագահի Հովանի ներքո այս process-ն առաջ մղելը եւ աշխարհակահաղական առումով եւ անվտանգային առումով եւ տնտեսական առումով ուրեմն նոր որակի է բարձրացնում տարածաշրջանային process-ները Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը եւ այստեղ առանցքային նշանակություն, առանցքային կարևորությունը իմ գնահատմամբ ուրեմն Միացյալ Նահանգների ներգրավվածություններ այս ձևաչափում, որովհետեւ այնուամենայնիվ մենք պետք է հաշվի առնենք, որ ներկայում ընթանում են բանակցություններ ճանապարհի եւ ընդհանրապես նախագծի դետալների հետ կապված եւ Վաշինգտոնում փոխհամաձայնեցված է միայն այն սկզբունքներն են, որոնց շրջանակում պետք է իրականացվի նախագիծը։ Այսինքն երկու կարևոր գործոն է այստեղ ուրեմն ինչպես արդեն նշեցի, առանցքային դերակատարում ունեն մեկը Միացյալ Նահանգների ներգրավվածությունը, մեկ այն սկզբունքները, որը փոխադարձ համաձայնեցված են։ Բայց դուք նշեցիք երկկողմ հարաբերությունների վրա ազդեցությունը, այստեղ շատ կարևոր հանգաման կա արդեն այդ պայմանավորվածությունների եւ ծրագրի իրականացման դետալների քննարկումը, որտեղ թե օգոստոսի 8-ից հետո, թե անգամ ներկայում ադրբեջանական խոսույթում շարունակվում է օրինակ անխափան կապուղու այս ուրեմն ընդգծումը Կամ հնչել են հայտնի ձևակերպումը միջանցքային։ Այո, որը մեծ հաշվով դա է ըստ էության նշանակում։ Հիմա ըստ էության, երբ որ փորձում ես հասկանալ ադրբեջանցիներն ինչ նկատի ունեն անխափան կապուղի նկատի ունենալով, մեծ հաշվով այսպես այնքան էլ ակնհայտ չի դառնում։ Հայաստանի Հանրապետության իշխանությունների խոսույթում պարզ է մի բան, որ այդ ճանապարհը, որը լինելու է, ինքը միջանցքային տրամաբանություն չունի, այլ ինքը որոշակիորեն տարբերվելու է Հայաստանի Հանրապետության մյուս երթուղիներից, մյուս ճանապարհներից եւ այլն, բայց զուտ ճանապարհը ինքը նախագծի մի բաղադրիչն է ընդհանրապես, հա, TRIP նախագծի մի բաղադրիչն է, բայց տարբերվելով հանդերձ ինքը իր տնտեսական նշանակությամբ է տարբերվելու, իր աշխարհակահաղական նշանակությամբ, բայց Հայաստանի իրավասությունների մասով մեծ հաշվով մեծ տարբերություն չի ունենալու։ Այդպես որ այստեղ է, որ դեռևս որոշակի տարաձայնությունները կամ այսպես ասենք անորոշությունները պահպանվում են եւ կարծում եմ, որ նաեւ սրանով է պայմանավորված, որ նախ Ադրբեջանը չի շտապում, չնայած որ պաշտոնական հիմնավորումը այնուամենայնիվ Հայաստանի համառության մեջ եղած իրենց համար անընդունելի ուրեմն դրույթներն են, բայց հիմնական պատճառը կարծում այնուամենայնիվ TRIP-ի այդ դետալների
քննարկումն է, որովհետև նրանք փորձել են առավելագույնս իրենց շահերի տիրույթում այս հանգուցալուծումները տեսնել։ Որովհետև կներեք, ըստ թրիփից է կախված լինելու իրագործումից, է կախված լինելու խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Նաև եւ մեծամասամբ այո։ Իրենք փորձել են, տեսեք, մի կողմից նախ Ադրբեջանի հետ, այսինքն Ադրբեջանը փորձել է Հայաստանի հետ պայմանագրից ստորագրել, համաձայնագրից ստորագրել օգտագործի գուցե նաև ոչ ուղիղ կերպով, անուղղակի կերպով որպես միջոց Հայաստանի դիրքորոշման վրա ազդելու եւ դրան զուգահեռ նաև Թուրքիայի մոտեցում, որտեղ մենք գիտենք, որ Թուրքիան էլ քանի որ մեծ հաշվով կարգավորումը Հայաստանի հետ պայմանավորում է Ադրբեջանով, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմամբ, դրանք Թուրքիայի գործոնը դարձել է անուղղակի լինելու, այսինքն որն է լինելու ուղերձ, որ եթե ուզում եք ամբողջական եւ արագ կարգավորում տարածաշրջանում, ուրեմն պետք է ընդունեք, ենթադրենք մեզ համար մաքսիմալ ընդունելի այս դետալները նախագծի։ Իմ կարծիքով սրանով է պայմանավորված, որ անընդհատ ձգձգվում եւ անգամ Թուրքիայի հետ նաեւ գործընթացն է ձգձգվում, որովհետեւ այնուամենայնիվ այս նախագծում դետալների հետ կապված դեռևս չկան մանրամասներ, իսկ այդ անխափան կամ ինչ որ այլ տրամաբանությամբ ճանապարհ հենց պայմանավորված այդ դետալների փոխհամաձայնեցմամբ։ Ակի պետք է իսկապես այնպես արվի, որ տարածքային են սկզբունքները, որ հռչակել են հայկական կողմի հիմնական ջանքերը պետք է ուղղված լինեն, որպեսզի բոլոր փոխհամաձայնությունները լինեն այդ սկզբունքների ուրեմն շրջանակում։ Ադրբեջանն էլ փորձել է այդ սկզբունքների շրջանակում մաքսիմալ թույլ վերահսկողությամբ հայկական կողմից վերահսկողությամբ կառավարմամբ երթուղի ստանալ իմ կարծիքով, որովհետև այն ամենը տեսնում ենք, որ զուգահեռաբար այս ճիշտ է թրիփ նախագիծը ինքը Հայաստան Միացյալ Նահանգներ, հայ-ամերիկյան նախագիծ է, բայց ադրբեջանական կողմը եւս ներգրաված է բանակցություններում, ինչու որովհետև այդ կապողին ուղիղ կերպով կապ է եւ առնչում է Ադրբեջանի շահերին։ Շատ լավ, Արմեն, այս հարցի վերաբերյալ հետևյալ նույնպես կուզեի խոսել, որտեղ խոսք գնաց նաև խոչընդոտներից կամ հնարավոր ազդեցությունից, խոսքը սահմանազատման կամ անկլավների հարցին է վերաբերում, այս ընթացքում նորից այդ հարցը քննարկումների տեղիք տվեց եւ պատճառներից մեկը եւ թե Հայաստանի վարչապետի գրառումն էր, որ նա նշել է, որ սահմանազատման արդյունքում հետ է բերվելու Արցախը եւ Հայաստանի մյուս օկուպացված տարածքները, սա ընդհանրապես Facebook-յան քննարկումներում եւ ոչ միայն, սա բնորոշվեց այնպես, որ խոսքը նաեւ այն անկլավների փոխանակության մասին է խոսքը, այսինքն հայկական կողմն էլ տալու է ադրբեջանական անկլավների, թե այդպես կարող ենք անվանել, որտեղ պետք է նաև բարձր իրավական հիմքերը։ Սա ըստ արդյոք բոլոր այս գործընթացները հենց այդ ուղղությամբ են գնում ներկայությամբ։ Ուզում եմ պարզապես հիշեցնել, որ վարչապետի գրառումը նախորդել է Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչի հայտարարությանը, առայն որ ուրեմն Ադրբեջանը պլանավորում է վերադարձնել անկլավները, այսինքն ադրբեջանական կողմից եղել է նման հայտարարություն, որից հետո եղել է վարչապետի պատասխան գրառումը։ Այս համատեքստում կարելի է նշել, որ էլի ադրբեջանական կողմն է ակտիվացրել այս թեման։ Բայց ես ինչու եմ այս պահին եւ ընդհանրապես նպատակահարմար չեմ գտնում, որպեսզի մեզանում հատկապես ակտիվ կերպով քննարկվի այդ անկլավների թեման, որովհետև ես այնուամենայնիվ էլի հղում անելով Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը, իսկ դա այն է, որ դեռևս չկան փաստարկված հիմքեր, թե Հայաստանում ոչ տարածքներն են համարում ադրբեջանական անկլավներ։ Սա դիրքորոշումը մնում է ուժի մեջ։ Դե փաստացի, եթե չեմ սխալվում, նախորդին էլ վերահաստատվել է, եթե չեմ սխալվում, վարչապետի կողմից է վերահաստատվել, որ դեռևս իրենց չեն ներկայացվել այն փաստական հիմքերը, որոնք կարող են ուրեմն ըստ էության վկայել Հայաստանում ադրբեջանական անկլավների մասին։ Իհարկե համացանցում, տարբեր քննարկումներում կարելի է գտնել եւ այդպես է որ որոշակի այնուամենայնիվ անդրադարձներ կան հստակ տեղորոշմամբ, բայց ես աշխատում այս պահին այդ մասին ավելի շատ չխոսել, որովհետեւ հասկանալու համար, թողնելու համար դա պաշտոնական բանակցություն է։ Այնուամենայնիվ մենք հիմա պետք է կանխատեսουμε, որ սահմանազատման գործընթաց վերամեկնարկելու է
բայց այս համատեքստում ադրբեջանական կողմի հիշեցումը երևի թե պայմանավորված է էլի նաև այս համանազատման գործընթացի վրա որևէ ազդեցություն կամ ինչ որ կերպ նաև ճնշում գործադրելու process, որովհետև տեսեք, չնայած ես նշեցի իր խոսքի սկզբում, որ գործընթացները տեղափոխվել են խաղաղ միջավայր, բայց ասել որ Ադրբեջանը այսպես իր կառուցողական, այսինքն փոխել է իր դիրքորոշումը եւ դարձել ավելի կառուցողական, դա միամտություն կլինի։ Իրենք բոլոր հնարավոր ձևաչափերում եւ հարցերում, որտեղ դեռևս կան չլուծված դրույթներ, փորձել են այդ process-ները տանել իրենց շահերի ներքո։ Հիմա պարզ է, որ Հայաստանի Հանրապետությունը ակնկալում է Արցախը եւ 2021-22 թվականների ընթացքում օկուպացված տարածքները վերադարձնել հենց համանազատման գործընթացով եւ սա հայկական կողմի խոսույթն է ադրբեջանական կողմը համապատասխանաբար իր խոսույթն է առաջ մղում բայց ակնկալվող բանակցություններում քանի որ վերջնական լուծումներ չկան չի բացառում որ լինեն սակարկություններ այսինքն նույն այդ փոխանակման տարբերակը ուրեմն օրակարգ գա, բայց էլի նշում եմ Ադրբեջանի հետ բավականաչափ բարդ է լինելու բանակցելը, որտեղ տեսեք, երբ որ անգամ սկսում ենք դիտարկել այսպես կոչված անկլավների թեմա, եթե կոնկրետ Նախիջևանի հատվածից է սկսում ենթադրենք սահմանազատման հատվածներից մեկը, այդտեղ կա մեզ համար խոցելի տարածք, որը մեծ հաշվով ուրեմն կարող է վերաբերել այդ սահմանազատման գործընթացը։ Դրա համար նշում եմ, որ փոխանակում պետք չէ եւ պետք է այսինքն պետք է փոխանակվեն եւ ստատուս քվոն պահվի։ Այո, բայց էլ եմ ասում, քանի որ զուտ այս պահին նախնական հայտարարությունների փուլում է գուցե կա հանձնաժողովների ուրեմն կողմից ավելի խորքային բանակցություններ, բայց դրանք հրապարակային չեն։ Սա է պատճառը, որ կարծում եմ այս պահին քանի դեռ այդպես դեռևս փաստական հիմքեր չեն սկսել շրջանառել ադրբեջանական կողմից, մեր կողմից գոնե Հայաստանի Հանրապետության տարածքում փորձագիտական տիրույթում, չգիտեմ, տեղեկատվական դաշտում այդքան էլ ճիշտ չէ քննարկել այդ թեման։ Շատ լավ։ Արմեն, կուզեի հարցնել TRIP նախագծի պայմաններում ներտարածաշրջանային գործընթացների մասին, մասնավորապես 3+3-ի կամ պայմանականորեն 3+3-ի մասին, ինչ հեռանկար ունի այս ձևաչափը կամ ներտարածաշրջանային խաղացողների միջև համագործակցության հեռանկարը TRIP-ի պայմաններում։ Արդյոք TRIP-ի գոյության պայմաններով, այսինքն ամերիկյան ներկայության կամ ազդեցության պայմաններով ինքը արդեն իսկ անկենսունակ է դարձնում ներտարածաշրջանային որևէ ֆորմատի, զուտ ներտարածաշրջանային որևէ ֆորմատի ստեղծում։ Ներտարածաշրջանային ֆորմատը եւ մի քիչ լայն տարածաշրջանային ֆորմատը կարծում եմ ուրիշ է։ Տարբեր են։ Ներտարածաշրջանային ֆորմատ օրինակ երբ որ սկսել ենք խոսել վերջին շրջանում շատ հաճախ այդ մասին, դա ենթադրում է բացառապես Հարավային Կովկասի 3 երկրների մասնակցության որևէ ձևաչափ, բայց երբ որ ասում ենք տարածաշրջանային ֆորմատ, դա ավելի լայն ենթադրում է նաև տարածաշրջանին հարևան 3 երկրների ներգրավվածությունը, որը հայտնի է նաև այլ անվանումով 3+3 TRIP-ի ուրեմն արդեն օրակարգում հայտնվելը փոխում է այս ձևաչափի տրամաբանություն եւ ընդհանրապես Հարավային Կովկասի 3 երկրների համագործակցության այլ դերակատարների հետ համագործակցության ձևաչափը այն մասով, որ փաստացի տարածաշրջանում հայտնվում է եւս մեկ կարևոր դերակատար, իդեմս Միացյալ Նահանգների, որը կամա թե ակամա ուզեն թե չուզեն մյուս 3 մեծ երկրները իր ներկայություն ունենալու է։ Պետք է հաշվի նստել։ Հետաբար, եթե բայց նաև TRIP-ին զուգահեռ ավելի լայն առումով Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը հաջողում է, սա նշանակում որ Հարավային Կովկասում արդեն մենք նոր իրողությունների շատ մեծ, այսպես կանխատեսումներ կարող ենք ունենալ, այսինքն տարածաշրջանացման գործընթացը, որը ենթադրելու է Հարավային Կովկասի ինքնավարության եւ ուրեմն
ինքնիշխանության սուվերենության բարձրացման։ Որպես առանձին տարածաշրջան։ Այո, որովհետև 3+3-ը ինքը իր տրամաբանությունը որն էր, երբ որ 2021 թվականից, եթե չեմ սխալվում, սկսեց առաջին հանդիպումը տեղի ունեցավ։ Դրա տրամաբանությունն այն է, որ Հարավային Կովկասի խնդիրները պետք է լուծեն Հարավային Կովկասի 3 երկրներ եւ նրա հարևան 3 մեծ պետություններ։ Հիմա եթե սուբյեկտայնությունը մեծանում է Հարավային Կովկասի, ապա Հարավային Կովկասը կամա թե ակամա տրամաբանորեն ինքն է դառնում սեփական խնդիրները լուծող հիմնական այս 3 դերակատարների այդ ամբողջությունը համակարգը եւ արդեն այստեղ ոչ թե փոխվում է տարածաշրջանային խնդիրների լուծման համատեքստը, այլ փոխվում է տարածաշրջանի հետ համագործակցության համատեքստը։ Իսկ այստեղ արդեն Հարավային Կովկասի 3 երկրները ոչ թե կարող են 3+3 ձևաչափով խոսել նույն հարևանների հետ, այլ 3+1 ձևաչափով, որտեղ սա նշանակելու է, որ Հարավային Կովկասը ինքնուրույն տարածաշրջան է եւ ինքն է ընդունակ իր խնդիրները լուծելու, իսկ համագործակցության առումով այո 3 երկրների հետ էլ կարող են լինել համագործակցային ձևաչափեր, բայց այսօր անգամ այդ հարևան 3 մեծ երկրների միջև այնպեսի խորքային տարաձայնություններ կան, որ անգամ տարիներ առաջ ընդունված 3+3 ֆորմատը չեն կարողանում իրականացնել։ Այսինքն այս ֆորմատը ինչ որ ձև նմանվելու է կենտրոնական այս տարածաշրջանի։ Իմ գնահատմամբ այո, այսինքն ստացվելու է 3 կովկասյան երկրներ գումարած 1 առանձին դերակատարների տարածաշրջանների հետ համագործակցության։ Այստեղ իհարկե Վրաստանի գործոնը որոշակի խոչընդոտներ կարող է առաջացնել առանձին ուղղություններով համագործակցություններին։ Բայց այդ նշած ձևաչափի պայմաններում ավելի լավ է հնարավորություն, որ Վրաստանը ինտեգրվի կան 3+3։ Միանշանակ, այսինքն տեսեք 3+3-ը այդպես էլ չդարձավ 3+3 կամ 6-ի ֆորմատ, ինքը 3+2-ը առանց Վրաստանի։ Բայց հիմա արդեն 3+1 ձևաչափը կարող է աշխատել։ Այո, կարող է այն իսկ սկզբնական շրջանը որոշակի խնդիրներ ունենալ, օրինակ Ռուսաստանի հետ համագործակցության մասով կամ օրինակ Եվրամիության հետ կամ Միացյալ Նահանգների հետ, բայց միևնույն ժամանակ սա հնարավորություն է, որպեսզի Հայաստանը եւ Ադրբեջանը իրենց հնարավորություններով օժանդակեն Վրաստանի եւ այն դերակատարների միջև հարաբերությունների կարգավորման, որտեղ կան խնդիրներ եւ նաեւ հակառակը, այսինքն դերակատարներից յուրաքանչյուրը ինքը լինի միջնորդ, ընդհանուր տարածաշրջանի շահերի առաջ մղող եւ տարածաշրջանի առանձին երկրների եւ այլ դերակատարների միջև այսպես եղած խնդիրների լուծման ուրեմն կամ միջնորդ ասենք կամ նպաստող խաղացող։ Այս համատեքստում ընդհանրապես կուզեի հարցնել շատ էին քննարկում Իրանի եւ Ռուսաստանի մտահոգությունների մասին։ Ընդհանրապես դրանք փարատվել են, թե մեծ հաշվով դրանք համակերպվել են իրավիճակին։ Շատ լավ հարց եք տալիս։ Ես գոնե ներկայում գնահատելով թե Ռուսաստան թե Իրանի քայլերը օգոստոսի 8-ից հետո տարածաշրջանում եղած ձևավորված իրողությունների համատեքստում տեսնում այսպեսի իրավիճակ Իրանի մասով սպասողական վիճակ, այսինքն Իրանը փորձում է դեռևս սպասել, հասկանալ իրականում ինչ է տեղի ունենա, արդյոք այդ թռիթնախագիծն իրականանալու է, թե ոչ, եթե իրականանալու է, ինչ սկզբունքներով, ինչ պայմաններով է իրականանալու։ Կարծում եմ այստեղ իհարկե իրանական կողմի համար կարևոր է պաշտոնական Երևանի հավաստիացումները, որ ցանկացած գործընթաց պայմանավորվածություն ծրագիր ինքը չի կարող ուրեմն մարտահրավերներ առաջացնել Հայաստանից բխող մարտահրավերներ առաջացնել Իրանի համար, որտեղ այնուամենայնիվ ապաշրջափակումը մենք բազմիցս նաև միասին քննարկել ենք, ինքը Իրանի շահերից չի բխում։ Իրանը կորցնում է իր տարանցիկ շատ նվազում։ Այո, բայց նաև ստեղծում է հնարավորություններ, եթե Իրանը կարողանա դրանք ճիշտ օգտագործել։ Հիմա արդյոք փորձում է Իրանը այս process-ում ինչ որ առաջանցիկ քայլեր անել, ես գոնե չեմ տեսնում, եթե դուք տեսնում եք, խնդրում դուք ասեք։ Դե անվտանգային այլ իրավիճակում էլ է գտնում, այսքան դեռ շատ այլ մտահոգություններ են։ Այո, այսինքն իրենք բարձրացնում են իրենց անվտանգային մտահոգությունները եւ հետեւում են process-ին հասկանալու համար, օրինակ Միացյալ Նահանգների ներգրավությունը ինչ ձևաչափում է լինելու եւ արդյոք օրինակ Միացյալ Նահանգների կողքին չի հայտնվելու այլ դերակատար, որը իրենց համար խնդրահարույց է։
Ինչ հրաբերում է Ռուսաստանին, մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից այնուամենայնիվ շատ ավելի նկատելի ակտիվություն, որը ինձ համար գոնե շատ հետաքրքիր է, ինչ ոչ նաև գովելի է, այսինքն ինչը թույլ է տալիս, որ այսինքն Ռուսաստանը իր նման քայլերով նույն տեսեք նախ գործընթացը ողջունելով ասելով, որ հասկանալով, որ էական լծակներ չկան դա տորպեդահարելու, ընդունել է իգիտություն, բայց միևնույն ժամանակ ապաշրջափակման գործընթացում կամ կարգավորման գործընթացում Ռուսաստանը փորձում է հնարավորինս ներգրավվածություն ապահովել։ Նույն տեսեք Ադրբեջանի կողմից ուրեմն դեպի Հայաստան ապրանքների տրանզիտը վերացնելու որոշումից, չնայած առաջին հայտարարվեց Ղազախստանից բեռների տեղափոխման մասին, բայց ըստ էության Ռուսաստանից բեռները շատ ավելի շուտ հասան։ Սա առաջին, երկրորդը մենք տեսնում ենք զուգահեռաբար Ռուսաստանից հնչող հայտարարություններ, որ Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ, ներգրավվածություն ունենալ երկու երկրների կարգավորման, միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, այսինքն սա էլ հստակ ցուցիչ է առայն, որ այնուամենայնիվ Ռուսաստանը չի հանձնվել եւ սպասում է կամ դարձյալ հետևում է գործընթացներին առայժմ դեպքում ավելի լայն թափով ներգրավելու եւ իր հնարավորությունների ընդլայնման դեպքում ավելի լայն թափով գործընթացին ներգրավել, այսինքն ի տարբերություն Իրանի, որտեղ նկատվում է пассивություն Ռուսաստանի կողմից գոնե հռետորաբանության մակարդակում կամ տարբեր ուրեմն նախագծերից կամ տարբեր հնարավորություններից օգտվելու մակարդակում կա ակտիվություն, հայտարարություններն շատ կարևոր են, նույն տեսեք էլի Օվերչուկի կամ Զախարովայի հայտարարությունները, որոնք շատ միտված են համագործակցություն։ Այո, այսինքն նրանք ընդունում են իգիտություն, որ ներկայում այսպեսին է իրավիճակը, բայց հասկանում են նաև, որ իրենց միջամտության հնարավորությունները սահմանափակ են, բայց անգամ այդ սահմանափակ հնարավորությունները փորձում են առավելագույնս օգտագործել գործընթացից դուրս չմնալու համար, բայց հետո արդեն ավելի լայն հնարավորությունների դեպքում թե իրենց կողմից գուցե ուկրաինական պատերազմից հետո թե տարածաշրջանում օրինակ դիցուկ ենթադրենք ինչ որ փուլում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը ուրեմն չգիտեմ խոտանվում է կամ այլ իրողություններ են արձանագրում, այդ դեպքում ավելի մեծ ներգրավվածություն ունենալու, այսինքն իրենք փորձում են բոլոր տարբերակները այս բանը իրենց հնարավորության սահմաններ որակարգում պահել։ Եվ հնարավոր է, որ նաև նրա համար, որ ի վերջո եթե միջին միջանցք կոչված է նաև ինչ որտեղ շրջանցել է Ռուսաստանին, ապա գոնե ինչ որտեղ վերահսկողություն կամ մասնակցություն ունենալ այդ տարածքում։ Միանշանակ իրենց համար այն ինչ որ ներկայում տեղի ունենում, նաև ապաշրջափակման գործընթացը Հարավային Կովկասում այդ միջին միջանցքի դերի եւ նշանակության եւ կարողությունների ավելի ընդլայնման գործընթացը, դրանք Ռուսաստանի շահերից չեն բխում, սա ակնհայտ հանգամանք է եւ այստեղ պարզապես կրկնում Ռուսաստանը փորձում է անգամ իր շահերից չբխող պրոյեկտներում փորձել ներգրավվածություն։ Ես անգամ չեմ բացառում, որ օրինակ չգիտեմ, ռուսական կողմը ինքը փորձի լինել այն երրորդ դերակատարը, որը թրիփ նախագծում, որի հնարավորությունը նշված է։ Տեսեք, նայում ենք առաջին հայացքից, իհարկե երևի թե անտրամաբանական է, երբ երկու աշխարհական հակառակորդ մտնում են մի նախագծի մեջ, բայց չի բացառում ռուսական կողմը փորձի բանակցել այդ հարցում նույն Միացյալ Նահանգների հետ նաև։ Այնպես որ ինձ համար ամենակարևորը նշանակալիցն այն է, որ Ռուսաստանը пассив դերակատարի այսպես դիրքավորում չի ընդունել, այլ իր հնարավորության սահմաններում փորձում է մաքսիմալ ներգրավվածություն ունենալ հարակովկասյան գործընթացներում։ Տեսեք, այս համատեքստում եւ վերջին հարցը, ի վերջո, կուզեի նաեւ Միացյալ Նահանգների գործոնին անդրադառնալ, որ ինքն էլ է փորձում пассив չլինել եւ ներգրավել գործընթացներում, TRIP-ը գիտենք, խոսքը կենտրոնական Ասիայի կոմունիկացիաների մասին է, վերջերս աննախադեպ գաղտնաշով եղավ կենտրոնական Ասիայի եւ ԱՄՆ-ի միջև, հարցս հետեւելն է, այսինքն այս միջին միջանցքի գլխավոր շահառուն եւ հովանավորողը դա համարվում էր չինական նախագիծ 1/1 ճանապարհ եւ ստացվում է, որ TRIP-ի միջոցով սա ընկալվում էր այս կենտրոնական Ասիայի եւ Ամերիկայի միջև որպես TRIP-ի
արտահանում կամ թրիփի ընդլայնում, սա այս ամբողջը եւ հնարավորություն է տալիս ամերիկյան կողմին ավելի մեծ ներգրավվածություն ունենալ Կենտրոնական Ասիայում, նույն կոմունիկացիաների հարցում եւ այլն։ Սա այս ամբողջը ընթանում է Չինաստան-ԱՄՆ համագործակցության երկխոսության պայմաններում, թե զուտ սա կոշտ մրցակցություն է իրենից ենթադրում։ Ես մի քիչ այսպես կասկած կհայտնեմ այնուամենայնիվ, որ միջին միջանցքը ինքը չինական նախագիծ է, որքանով ես եմ տեղյակ, ավելի դրանով շահագրգռված է եղել Թուրքիան, այսինքն ավելի շատ Թուրքիայի դերակատարմամբ է այս պրոյեկտը օրակարգ մտել եւ նույն Բաքու Թբիլիսի Կարս երկաթգիծը ինքը հենց եւ նաեւ արդեն ավելի հարավով նույն թրիփ նախագիծը, որը իրենք Թուրքիայի եւ Ադրբեջանը անվանում են Զանգեզուրի միջանցք, հենց ուրեմն այս դրամաբանության մեջ, այսինքն միջին միջանցքը զարգացնելու ի հակակշիռ Ռուսաստանով անցնող ուրեմն հյուսիսային ճանապարհի եւ հարավով ծովային ճանապարհի։ Այս համատեքստում Չինաստան ունի ընտրության հնարավորություն։ Ես դրա համար, երբ որ գնահատում թրիփի հնարավորությունները, ավելի շատ դա ինձ համար գոնե առարկայական է Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա կապի ապահովման համար, որովհետև եթե այդ աշխարհակահաղական մրցակցությունը ինքը խանգարելու է, որպեսզի Չինաստանը ակտիվ կերպով այս երթուղին օգտագործի։ Գուցե դեպի Չինաստան երթուղին այսինքն դեպի Չինաստան օգտագործվի ճանապարհ, օրինակ Եվրոպական միությունից կամ չգիտեմ Թուրքիայից, բայց հակառակը, որ հենց Չինաստանը օգտագործի այդ ճանապարհը, կարծում դա մի քիչ նվազ կանխատեսելի է նույն այդ աշխարհակահաղական մրցակցություն, այսինքն մանավանդ դա կախված է լինելու նաև թրիփի կարգավորումներից, այսինքն Միացյալ Նահանգները արդյոք ունենալու է ամբողջական տեղեկատվություն, օրինակ տեղափոխվող կամ ապրանքաշրջանառության այդ ծավալների բովանդակության մասին։ Այդպես որ թրիփի հետ կապված եւ միջին միջանցքի հետ կապված հատկապես միջին միջանցքը այո ինքը կարող է օգտագործվել Չինաստանից, Կենտրոնական Ասիա, ապա Եվրոպա բեռնափոխադրումների համար, բայց թրիփը այնուամենայնիվ ինքը ավելի շատ կարող է ծառայել Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ, ինչ որ նաեւ Թուրքիայից Կենտրոնական Ասիա եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների համար։ Եվ բացի այդ նաեւ վերածվի հենց տարանցիկ եւ նաեւ այլընտրանքային որպես հատկապես էներգակիրների մատակարարման նախագծերի եթե հաշվի առնենք, Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ուրեմն տարբեր էներգետիկ նախագծերի իրականացման համար։ Այսինքն թրիփը ինձ համար այսպես դեռևս շատ հում իրավիճակում շատ ավելի մեծ հնարավորություն է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասը որպես խաչմերուկ Կենտրոնական Ասիայից դեպի Թուրքիա դեպի Եվրոպա կապի ապահովման համար։ Սկիզբը համարում են Կենտրոնական Ասիան, այլ ոչ թե այնքան Չինաստանը։ Իմ գնահատմամբ այո, որովհետեւ այնուամենայնիվ աշխարհակահաղական այդ մրցակցության գործոնը կարող է ազդել։ Եվ կրկնում հակառակ ուղղությամբ էլ Թուրքիան առավելապես օրինակ դեպի Կենտրոնական Ասիա եւ Կենտրոնական Ասիայից դեպի Թուրքիա կապը հիմնականում հենց այդ ճանապարհով է ընթանում։ Ուղղակի նշում եմ, եթե Չինաստանը չներգրավի այս մեքանախագծում, ապա այդ հոսքերը բեռների եւ այլն այդքան մեծ ծավալների չեն հասնի։ Դե տրամաբանական է, պարզ է, բայց միևնույն ժամանակ էլ եթե ես նշեցի, եթե շարունակում է Չինաստան Միացյալ Նահանգներ մրցակցությունից դա շարունակվելու է եւ Միացյալ Նահանգներն ունենալու է որոշակի վերահսկողություն այս ճանապարհի վրա, բնականաբար դա դուր չի գա։ Չինաստանը փորձել է այնպիսի երթուղիներ օգտագործել, որոնք ավելի դուրս են Միացյալ Նահանգների ներգրավությունից եւ վերահսկողություն, բայց կրկնում ինձ համար գոնե տեսանելի ապագայում սա շատ ավելի մեծ հնարավորություն է ընձեռում որպես տարանցիկ ավելի էներգառեսուրսներ, իսկ սա արդեն Կենտրոնական Ասիայից դեպի արևմուտք հոսքերի մասին է խոսում։ Եվ մի կարևոր հանգամանք էլ եմ ուզում նշել, այնուամենայնիվ տեսեք, ինքը դեռևս բավականաչափ հում նախագիծ է, դեռևս այո, քարոզչական մասը դրա շատ կարևոր է, բայց թրիփինը այո,
բայց այդ աշխատանքները, որոնք պետք է տարվեն թրիփի իրականացման ուղղությամբ, դրանք նաև, այսինքն այդ ընթացքում նաև բարձ կլինի, թե որքանով է մեծ դրա ոչ միայն աշխարհակաղակական, այլև տնտեսական նշանակություն։ Օրինակ, երրորդ կողմի ընտրությունը չափազանց կարևոր է, թե որ դերակատարն է այնուամենայնիվ, իսկ երրորդ կողմ գոնե իմ գնահատմամբ դա այն խաղացողներն են, որոնք փող են դնելու այդ նախագծի մեջ։ Իսկ այստեղ արդեն երրորդ կողմի կամ կողմերի ներգրավվածությունը իրապես կարող է ցույց տալ, թե որքանով ինքը հետաքրքիր նախագիծ կարողանա դառնալ։ Շնորհակալություն զրույցի համար։ Շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։